գլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել Լոռու մարզում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը։ Այս լուրը որ տարածում են կամ դատախազը որ սա ասում է, էլի։ Այստեղ միշտ հիշում եմ այն դեպքերը, երբ ինչ որ ծանր հանցագործություն էր լինում, հիմա էլ որ լինում է, ինչ որ մի պաշտոնյա ասել է այդ գործը շատ ուշադիր խստորեն կքննեք, էլի։ Ոստեղ հարց է ծագում, այ ծեր ցավը տանեն, բան մնացած գործերը։ Բա Լոռու մարզում որ պիտի խստացնել քրեական ենթամշակույթի դեմ պայքարը։ Իսկ Շիրակի մարզում չպիտի խստացնել քրեական ենթամշակույթի դեմ պայքարը։ Հա, կարծես թե տրամադրությունս լավ է, ուզում եմ որ ցեզ էլ փոխանցվի, էլի։ Հա։ Ասենք Գեղարքունիքի մարզում հեչ կարիք չկա։ Ժողովուրդ ջան, երկրով մեկ գլխավոր դատախազության իրավասությունը տարածվում է ամբողջ Հայաստանի Հանրապետության վրա։ Ավելին, ինչ է նշանակում խստացնել։ Ես գիտեմ բաներ, պրագմատիկ մոտեցում ասում է, որ պետք է լինի շատ կոնկրետ, օրենսդրությունը ինչ է ասում։ Կա քրեական ենթամշակույթը, քո կահամ պետք է արվի։ Սպանություն կա, պետք է բացահայտվի, եթե հնարավոր է պետք է կանխարգելվի։ Խստացնելու կոչս ո՞րն է մեղայասու, կբացատրեք ինձ հասկանամ։ Թուլացրել եք, հա, փաստորեն, մոտավորապես թուլացրել եք, մի որոշել եք, որ արդեն պետք է խստացվի, էլի, հետո հաջորդ թուլացումը երբ է լինելու, կարելի է այդպես խիստ պահել։ Թվում է թե եղածը բան չէ, էլի, մի թեթև ռեպլիկ է, բայց ստեղից բանի հոտ է գալիս, էլի, այն քարտու սովետական մոտեցումն է գալիս, որ պրավերկա է գալիս, պրավերկա ենք ասում բանակում։ Հա, բրիգադից բրիգադիրը կամ բրիգը գալու է պրավերկի, սովետի ժամանակ պահեստ է գալու ստուգելու կամ ասենք զորքի պատրաստվածությունը, այդ մի շաբաթը զորամասը չէր քնում կամ դպրոց կամ չգիտեմ որ։ Այդ մի շաբաթը մաքրել, փայլեցնել, պլպլցնել, այս կոմին ինչ է ստուգում եք, այ ժողովուրդ ջան, այդ ավտոմատը պետք է միշտ կրագի, չէ, այդ ավտոմատը մենակ այդ կամբրիգի գալու ժամանակ ներողություն բրիգադային հրամանատարի գալու ժամանակ չէ որ պետք է փայլի։ Այստեղ է, էլի, որ կայացած պետությունը տարբերվում է քրքաշ սողացող պետությունից մի կերպ յոլատանող։ Ասենք երկու հատ ռեստորան է, մեկը միշտ փայլում է, պսպղում է, մաքրած է, լվացած է, կապ չունի, տեսչությունից գալու են ստուգելու, չեն գալու ստուգելու, փողոցում տեսել են տեսուչին, չեն տեսել տեսուչին։ Այն մյուսը ասում է լավ է մի հատ տեսուչը գալուց առաջ կզանգի կգնանք փայլեցնենք, էլի, չի կարելի այսպես վարվել հայ ժողովրդի հետ։ Ձեր համակարգի հետ, ուրեմն դատախազության հետ կամ քննչականի հետ վարվեք ինչպես կուզեք։ Այդ պայքարը պետք է միշտ լինի։ Կամ ասենք խստացրեք պայքարը, ուրեմն թմրանյութերի վաճառքի դեմ։ Այ քեզ բան, միշտ պետք է խիստ լինի։